Ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, որտեղ ես տեղադրելու եմ ներդրումային տեսաշարք։ Շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Ես պլանավորում եմ շատ մեծ ներդրումային վիդեոներ, որտեղ շատ լիքը թեմաներից ենք խոսելու։ Ու հուսամ այս վիդեոները ձեզ օգտակար կլինեն։ Մին սկսել է հիշեցնեմ ձեզ, որ ինտերնետում ոչ մեկ չի կարող ձեզ տալ ֆինանսական խորհուրդ։ Այս ամենը գրելու է կրթական բնույթ։ Դուք պետք է կատարեք ձեր իսկ հետազոտությունները միջև ներդրումներ կատարելը։ Ես կանեմ առավելագույնը, որ դուք շատ գիտելիք ստանաք եւ կարողանաք որոշումներ կայացնել։ Մեր բոլորի ֆինանսական դրությունը տարբեր է եւ այնինչ աշխատում է ինձ համար, հնարավոր է չաշխատի ձեզ համար։ Շատ կարեւոր է, որ դուք իմանաք, որ մեկ յունիվերսալ պատասխան չկա բոլոր ֆինանսական հարցերին։ Քանի որ մենք խոսելու ենք ներդրումներից, ես ձեզ ցույց եմ տալու շատ թվեր, ցուցանիշներ եւ այդ ամեն ինչը ցույց եմ տալու պրեզենտացիայի տեսքով, քանի որ կարծում եմ, որ ավելի հեշտ ըմբռնելի կլինի, երբ դուք այդ ամեն ինչը տեսնեք ձեր իսկ էկրանին։ Ու կարծում եմ արդեն կարող ենք սկսել։ Տեսեք, այս վիդեոները նախատեսված են սկսնակների համար եւ ամենապարզ թեմաներից մենք տանելու ենք դեպի ամենաբարդ թեմաները։ Ես իհարկե այս վիդեոյի վերջում նաև ցույց կտամ, թե ինչի մասին են լինելու բոլոր վիդեոները, որ դուք իմանաք, թե մենք ընդհանրապես ինչ թեմաների մասին ենք խոսելու։ Ու մեր առաջին էպիզոդը կլինի շատ ավելի հեշտ բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ չափով արդեն տեղեկացված են ֆինանսներից ու ոլորտից։ Մենք խոսենք այսօր, թե ինչու կատարել ներդրումներ, ինչ տեսակի ներդրումային ակտիվներ կամ պարզ տոկոս, բարդ տոկոս եւ նման սահմանումներից։ Բայց իհարկե, քանի որ սա իմ առաջին վիդեոն է YouTube-ում, մի փոքր իմ մասին, ես Girls and Finances հայալեզու ֆինանսական կրթական բլոգի հեղինակն եմ Instagram-ում։ Ես ունեմ մի շարք ֆինանսական ուղեցույցներ, ինչպես ներդրումների, այնպես էլ ֆինանսական գրագիտության մասին։ Ես ունեմ ֆինանսական խաղ, որը կոչվում է Վերև, դա on-line է։ Ես ներդրող եմ 5 տարիների փորձով եւ մասնագիտությամբ եւ կրթությամբ ծրագրավորող եմ Ամստերդամից։ Այո, ես չունեմ ֆինանսական կրթություն, ես մասնագիտացված չեմ ֆինանսներում, սակայն ես շատ գրքեր եմ կարդացել եւ ինքս շատ մեծ ճանապարհ եմ անցել իմ անձնական ֆինանսների կառավարման հարցում եւ որոշել եմ, որ այս ոլորտին շատ է դուր գալիս եւ ես ցանկանում եմ խոսել այն ամեն ինչի մասին, ինչը որ ինձ ընդհանրապես չեն պատմել սովորական բառերով։ Շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք ու շատ շնորհակալ եմ այն վստահության համար, որ Instagram-ում ստեղծվել է իմ կոնտենտի հետ կապված։ Տեսեք, 500,000 դրամն այսօր գնում է այն, ինչ մենք գնում էինք մոտավորապես 363,000 դրամով 2016-ին։ Ներքևում գրաֆ եմ դրել, դա մեր դրամի ինֆլյացիան է վերջին 10 տարիների ընթացքում, ինչպես կարող եք տեսնել, մենք որոշ տարիներ ենք ունեցել, որ մեր ինֆլյացիան բարձր է եղել, որոշ տարիներ ենք ունեցել, որ ցածր է եղել, դա իհարկե կապված է գեոպոլիտիկ ճնշումներով եւ այլ մի շարք ֆակտորներով։ Ինձ թվում է շատերն են արդեն լսել ինֆլյացիայի մասին, մենք հայերեն ավելի գեղեցիկ բառ ունենք, կոչվում է գնաճ։ Եվ ինչ է ինֆլյացիան ընդհանրապես։ Ինֆլյացիան ժամանակի ընթացքում մեր փողի արժեզրկումն է։ Նույն գումարը տարեստարի սկսում է գնել ավելի քիչ թվով ապրանքներ։ Օրինակ, եթե դուք ունեք այսօր 100,000 դրամ, եւ մենք ունենք 5% ինֆլյացիա, մյուս տարի ձեզ պետք կլինի 105,000 դրամ, որպեսզի գնեք այն ապրանքները, որոնք գնում եք այսօր 100,000 դրամով։ Այսինքն ամեն տարի մեր փողը արժեզրկվում է։ Դա ամենամեծ պատճառներից մեկն է, թե ինչու պետք է կատարել ներդրումներ։ Իհարկե մենք նաեւ կխոսենք ներդրումային ակտիվներից եւ տարբեր տեսակի եկամտաբերություններից, եւ շատ կարեւոր է, որ մենք այնպիսի ներդրումային ակտիվներում ներդրումներ ունենանք, որոնք մեզ կտան գոնե այդ ինֆլյացիայից ավելի շատ տոկոսներ, որպեսզի ոչ միայն պաշտպանենք մեր փողը, այլև ինչ-որ չափով կապիտալ գեներացնենք։ Ու իհարկե, երբ խոսում ենք ներդրումներից, կարևոր է հասկանալ 3 տարբեր բաների տարբերությունը։ Ներդրումներ կատարել նշանակում է գումարը դնել իրական ակտիվների մեջ, ընկերությունների բաժնեմասերի, անշարժ գույքի, բիզնեսի մեջ, որոշ ժամանակ հետո եկամտի ակնկալիքով։ Ներդրումները պահանջում են հանգիստ էմոցիոնալ դաշտ, իրենք պահանջում են որոշակի գիտելիք, ռազմավարություններ եւ այլն։ Խնայողությունները մի փոքր տարբեր են։ Խնայել նշանակում է պահել փողը ապահով տեղում եւ օգտագործել, երբ այն պետք է լինում, օրինակ կարճաժամկետ նպատակների համար։ Մեր կարճաժամկետ նպատակների մեջ հիմնականում մտնում են ճամփորդությունները, մեքենայի գնումը, տան գնումը, այնպիսի ծախսեր, որոնք մենք հստակ գիտենք, որ կատարելու ենք կարճաժամկետ հորիզոնում։ Եվ գեմբլինգ։ Գեմբլինգ նշանակում է ռիսկի տակ դնել փողը եկամտի հույսով առանց վերլուծության կամ արժեքը հասկանալու։ Շատ անգամներ ներդրումները եւ գեմբլինգը իրար հետ են տեղի ունենում, երբ որ ինչ-որ բաժնետոմս թրենդի մեջ է լինում եւ մենք առանց հասկանալու մեր գումարը դնում ենք այդ բաժնետոմսի մեջ, մենք փաստացիորեն գեմբլ ենք անում, քանի որ չենք վերլուծել, չենք հասկանում, չգիտենք թե ապագայում ինչ է տեղի ունենալու, ուղղակի մեր գումարը դնում ենք այն բանով, որ մենք եկամուտ կստանանք։ Ես իհարկե ինչ որ չափին թե ներդրում եմ կատարում, թե խնայողություններ եմ կատարում եւ թե ինչ որ չափի գեմբլինգ եմ անում։ Գեմբլինգը հիմնականում գալիս է էմոցիաներից։ Ես իհարկե ունեմ հստակ ռազմավարություն, որով ավելի շատ ներդրումներ եմ կատարում, սակայն երբեմն ստացվում է, որ ես զգում եմ, որ ինչ որ բանի հետ կապված էլ նաեւ գեմբլինգ եմ կատարել ու փորձում եմ ավելի քիչ տրվել էմոցիոնալ դաշտին եւ ավելի ճիշտ որոշումներ կայացնել ֆինանսների հետ կապված։ Ֆինանսները կապված են մեր սովորությունների հետ, ինչպես նաեւ մեր էմոցիոնալ դաշտի ու որոշակի գիտելիք ունենալով հնարավոր է շատ ճիշտ ներդրումներ կատարել, որոնց
մասին իհարկե ես կխոսեմ։ Իհարկե, երբ խոսում ենք ներդրումներից, մի փոքր մաթեմատիկա, մենք ունենք երկու տեսակի տոկոսներ։ Տոկոսները իհարկե վերաբերում են եկամտաբերություններին այս պարագայում։ Մենք ունենք բարդ տոկոս եւ ունենք պարզ տոկոս։ Հիմա փորձեմ ձեզ շատ հեշտ բացատրել։ Պարզ տոկոսը դա նա է, երբ մեր ներդրված մայր գումարի վրա ամեն տարի որոշակի տոկոս է ավելանում հենց մենակ մայր գումարի վրա։ Այսինքն, եթե օրինակ 100,000 դրամը դնենք 10% եկամտաբերությամբ, 10 տարի հետո այն կլինի 200,000 դրամ, քանի որ ամեն տարի 10,000 դրամով ինքը աճել է։ Բարդ տոկոսը մի փոքր այլ ձև է աշխատում։ Բարդ տոկոսի դեպքում մեր գումարը նկատեք, թե ինչպես 10 տարի հետո կլինի մոտ 259,000 դրամ, ավելի շատ, քան թե պարզ տոկոսի դեպքում։ Բարդ տոկոսը վերցնում է տոկոսի վրա նույնպես տոկոս է գեներացնում։ Օրինակ 100,000-ի դեպքում մենք առաջին տարին կունենանք 110,000, երկրորդ տարին կունենանք 121,000, քանի որ արդեն այն 10,000-ը նույնպես իր վրա գումար է գեներացրել եւ այդպես մեր աճը ել ավելի շատ կլինի։ Տարբեր ներդրումային ակտիվներ, տարբեր տեսակի եկամտաբերություն են ապահովում, իհարկե դրանից մենք նույնպես կխոսենք։ Եվ եթե այս 10 տարվա գրաֆը ձեզ ոչ մի բան չի ասում, ես ուզում եմ ցույց տալ այն, ինչ որ ձեզ հաստատ մի բան կասի, դա 40 տարվա գրաֆն է։ Նկատեք, թե ինչպես պարզ տոկոսով մեր 100,000-ը դառնում է 500,000 դրամ, այսինքն այն 4 անգամ բազմապատկվում է, իսկ բարդ տոկոսով մեր 100,000 դրամը դառնում է 4,530,000։ Սա ժամանակի գործոնն է։ Ես երբ տեսա այս գրաֆը, մտածում եմ, ինչու ինձ ընդհանրապես չեն ասել սրա մասին, ինչու ինձ չեն ասել, որ եթե ես 18-ում կամ 20-ում ներդրումներ սկսեմ կատարել, ապա ես կունենամ մեծ ժամանակ այսպիսի մեծ աճ ապահովելու համար անգամ ամենափոքր գումարների վրա։ Եվ հենց այս պատճառով կարելի ասել ես սկսել եմ Girls and Finances-ը, քանի որ ցանկանում եմ բոլորին ցույց տալ, թե ինչ կարևոր է ժամանակը եւ ինչ կարևոր է ընդհանրապես շուտ ֆինանսական աշխարհը բացահայտելը եւ ներդրումներ կատարելը։ Այսինքն ամեն 100,000 դրամ 40 տարի հետո 4,530,000-ը, եթե այն 10% եկամտաբերությամբ ակտիվի մեջ ենք դնում։ Իհարկե կա ինֆլյացիա եւ այդ 4,530,000-ը այսօրվա 4,530,000-ը չի, սակայն եթե ինֆլյացիան 10%-ից ավելի ցածր է, մենք միշտ կարողանում ենք թե պահպանել մեր գումարը, թե ինչ որ արժեք գեներացնել մեր գումարի վրա եւ ունենալ մեծ կապիտալ։ Ես ցանկանում եմ, որ դուք անպայման նկատեք, որ ամենամեծ աճը սկսվում է մոտավորապես 20 տարի հետո, երբ որ ինքը արդեն էքսպոնենցիալ տոկոսի վրա տոկոս է սկսվում։ Շատերը կարծում են, որ ներդրումներ կարող են անել 5 տարվա համար, 10 տարվա համար, դա ընդհանրապես մեծ կապիտալ չի գեներացնի։ Շատ կարևոր է ժամանակի գործոնը, շատ կարևոր է թողնել, որ այն երկար մնա ֆինանսական մարկետում եւ հնարավորինս քիչ կպնել այդ գումարին։ Տեսեք, պարզ տոկոսի դեպքում մենք իհարկե հասկացանք, որ եթե մենք 10% եկամտաբերությամբ հաշվենք, մեր գումար կկրկնապատկվի 10 տարի հետո ամեն տարի 10,000 դրամ ավելացնելով, իսկ բարդ տոկոսը ինչպես ենք հաշվում, օգտագործում ենք 72-ի կանոնը, որն ասում է, եթե ունենք հստակ տոկոսադրույք, օրինակ 10%, 72-ը բաժանում ենք 10-ի եւ այն կտա, թե քանի տարում կկրկնապատկվի մեր գումարը։ Այսպիսով 6%-ի դեպքում կկրկնապատկվի 12 տարում, 10%-ի դեպքում մոտավորապես 7 տարում եւ 2%-ի դեպքում, եթե գիտեք օրինակ եվրոն, եթե բանկում տանեք ավան դնեք մոտավորապես 2%-ը կլինի 36 տարում, ըստ ինձ ընդհանրապես պետք չի եվրոն օրինակ ավան դնել, որովհետեւ տոկոսը շատ փոքր է։ 72-ի կանոնը մենք օգտագործում ենք, որ այդպես հասկանանք, թե բարդ տոկոսով քանի տարում կկրկնապատկվի մեր գումարը։ Եվ հիմա հասնենք ավելի հետաքրքիր թեմաներին, թե ինչ ներդրումային ակտիվներ ունենք եւ ինչ տեսակի են դրանք աշխատում։ Իհարկե, երևի բոլորդ էլ գիտեք, որ տարբեր ակտիվներ տարբեր եկամտաբերություն ունեն, անգամ արժույթը կարևոր է դրամ, դոլար, եվրո։ Եկեք սկսենք բանկային ավանդներից, որոնք ամենաապահով եւ ամենածանոթ տարբերակն են մեզ բոլորից։ Հաստատ դուք էլ ունեք ինչ-որ քերի, մորաքույր կամ ինչ-որ բարեկամ, որ բանկային ավանդներով փորձում են ինչ-որ կապիտալ գեներացնեն։ Իհարկե, բանկային ավանդների դեպքում գումարը մնում է հասանելի եւ բանկը վճարում է որոշակի տոկոս, այսինքն մենք մեր գումարը տալիս ենք բանկին որպես ավանդ, բանկը դա վերցնում է եւ հետո այդ գումարից օրինակ վարկեր է տալիս, հիպոթեք է տալիս եւ մեզ տալիս է դրա համար տոկոս։ Հայաստանում ավանդները մինչեւ 16 միլիոն դրամը երաշխավորված են, շատ ապահով եւ ծանոթ տարբերակ են բոլորիս համար։ Մեկ այլ ներդրումային ակտիվ, որ շատ տարածված է Հայաստանում, պարտատոմսերն են։ Պարտատոմսերի դեպքում մենք պարտատոմս ենք գնում պետությունից կամ ինչ-որ ընկերությունից եւ իրենք մեզ տալիս են որոշակի տոկոս ամեն տարի։ Այս դեպքում մենք գումար ենք տալիս պարտքով այդ ընկերությանը կամ պետությանը եւ իրենք այդ տոկոսը վճարում են մեզ, որովհետեւ մենք պարտատերն ենք, իսկ իրենք պետք է պարտքը վճարեն։ Սրանք իհարկե ավելի կայուն են, քան բաժնետոմսերը, բայց իհարկե ունենք որոշակի ռիսկեր, որի մասին ես անպայման կխոսեմ։ Այլ տեսակի ներդրումային ակտիվներ են բաժնետոմսերը եւ այս ներդրումային տեսաշարքը հիմնականում կենտրոնանալու է բաժնետոմսերի վրա,
որոնց դեպքում դուք դառնում եք իրական ընկերության սեփականատեր, այսինքն ինչ-որ փոքր հատված եք ունենում։ Երբ որ այդ ընկերությունը ավելի լավ է առաջ գնում, ձեր հատվածի գինը կարող է բարձրանալ, եթե այդ ընկերության գործերը վատ է գնում, ձեր բաժնեմասը կարող է նաև անկում ապրել։ Մենք անպայման կքննարկենք բոլոր տեսակի ռազմավարությունները, կտեսնենք ինչպես կարող ենք լավ ընկերություններ գտնել, ինչպես կարող ենք վատ ընկերություններ գտնել եւ այդ ամեն ինչը կլինի հենց այս ներդրումային տեսաշարքի շրջանակներում։ Այլ տեսակի ներդրումային ակտիվներ են անշարժ գույքը, դուք հաստատ գիտեք, բոլորս գիտենք հող կամ բնակարան, որը կարելի է վարձով տալ կամ որի արժեքը ժամանակի ընթացքում կարող է աճել։ Մեկ այլ տեսակի ներդրումային ակտիվ է ոսկին։ Ոսկին պատմականորեն օգտագործվել է որպես արժեքի պահպանման միջոց, հատկապես անորոշ ժամանակներում։ Այսինքն, երբ որ օրինակ եղել են գեոպոլիտիկ ճնշումներ, մարդիկ իրենց գումարով ոսկի են գնել, որպեսզի ոսկին արժեքը պահպանի, եւ երբ այդ ճնշումները դադարել են, մարդիկ ոսկին վաճառել են, որպեսզի իրենց գումարը արդեն այդ նոր տնտեսական պայմաններում ետ բերեն։ Եվ իհարկե, որպես ներդրումային ակտիվ հիմա ունենք կրիպտոն։ Կրիպտոն ագրեսիվ տատանողական ակտիվներ են, որոնց մասին շատ է խոսվում, բայց շատ քչերն են իրականում հասկանում։ Մենք հաստատ դրանց էլ կանրադառնանք առանց գերագնահատելու եւ առանց անտեսելու, քանի որ ես կարծում եմ, որ Հայաստանում կրիպտոն շատ տարածված է եւ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք անել, որ լավ դիվերսիֆիկացիա ունենանք եւ չհենվենք միայն կրիպտոյի վրա։ Մի քանի ուրիշ ներդրումային ակտիվներից են օրինակ Lego-ն։ Lego-ի դեպքում հազվագյուտ եւ արտադրությունից հանված հավաքածուների քանակը ժամանակի ընթացքում նվազում է, իսկ պահանջարկը իհարկե մնում է բարձր։ Եվ պատմականորեն Lego-ն իրականում տվել է 10-ից 11% տարեկան եկամտաբերություն, որը շատ լավ է։ Ես ինքս ներդրում չեմ կատարում, քանի որ պետք է միշտ պահեստ, որ ունենամ այդ Lego-ները եւ ժամանակ է պետք եւ հետո պետք է իրացնեմ, իհարկե վաճառեմ։ Ես օրինակ հետաքրքրված չեմ այդքան էլ, բայց գիտեմ մարդկանց, որ շատ են սիրում եւ հավաքում են, որ ապագայում կարողանան ավելի լավ գնով վաճառեն, որը շատ հետաքրքիր է։ Եվս մեկ այլ ներդրումային ակտիվ է Hermes Birkin-ը։ Birkin պայուսակների արժեքը 35 տարվա ընթացքում տարեկանում միջինում աճել է 14%-ով, գերազանցելով ոսկու եւ ներդրումային այլ ակտիվների եկամտաբերությունը, ըստ ին շատ հետաքրքիր է։ Իհարկե ինքը շատ թանկ է, դուք չեք կարող ընդհանրապես Birkin-ից մի հատված գնել եւ հետո վաճառել։ Բայց ըստ ին շատ հետաքրքիր է, որ մարդիկ կան, որ Birkin ունեն, ու միշտ Birkin-ի արժեքը էլ ավելի է շատանում։ Իհարկե շատ կարևոր է, որ այն չվնասվի, շատ կարևոր է, որ խազեր չլինի, որը իհարկե բարդ է արդեն պահպանել պայուսակի դեպքում։ Բայց ահա բոլոր 15 էպիզոդները մենք այսօր խոսեցինք, թե ինչու ներդնել, ինֆլյացիան, բարդ տոկոսը, ինչ տեսակի ակտիվներ կան։ Երկրորդը կլինի ինչպես աշխատում շուկան, իրական հաշիվների բացում, այո, մենք իրական ներդրումներ կանենք միասին եւ դուք ձեր էկրանին կտեսնեք, թե ինչպես է այդ ամեն ինչը աշխատում, ինչպես ենք մենք վերաբերվում, ինչ էմոցիաներ կունենանք շաբաթների ընթացքում։ Երրորդը կլինի ինչպես գնահատել ընկերությունը, ֆինանսական հաշվետվություններն առանց բարդ բառերի։ Չորրորդը մենք կխոսենք ինչն է ընկերությանը դարձնում լավ ներդրում։ Հինգերորդը կլինի էժան է թե թանկ գնահատելու արվեստը։ Վեցերորդը կվերլուծենք իրական ընկերություն սկզբից մինչև որոշում։ 7-րդը կլինեն ինդեքսային ֆոնդեր, երկարաժամկետ մոտեցում, սա հիմնական այն է, ինչ ես եմ շատ սիրում եւ անում։ 8-րդը կլինի պորտֆելի կառուցում եւ կառավարում։ 9-րդը կլինեն տարածված սխալներ, կեղծիքներ եւ ներդրողների հոգեբանություն, ես կարծում եմ շատ կարեւոր վիդեո դա կլինի։ 10-րդը կլինի երկարաժամկետ պլանավորում, դրամ-դոլար եւ նպատակներ եւ իհարկե բոնուսային էպիզոդներ, ինչպես նշեցի, 11-ը կլինեն պարտատոմսեր եւ ֆիքսված եկամուտ, 12-ը անշարժ գույքը որպես ներդրում, ոչ միայն տուն, 13-ը կլինի կրիպտոյի մասին, 14-ը կլինի վատ ընկերությունների մասին, կարմիր դրոշներ, ինչպես կարող ենք հասկանալ, որն է իրականում red flag, եւ 15-ը վերջինը կլինի երկարաժամկետ կապիտալի կառուցում, դիվիդենդներ, հարկեր եւ կենսաթոշակ, նույնպես շատ կարևոր թեմա։ Բայց այսօր այսքանը, հուսամ ձեզ հետաքրքիր էր եւ օգտակար էր։ Անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին։ Ես ոչ միայն ներդրումային տեսաշարք եմ ունենալու, այլ նաեւ ել ավելի եմ ակտիվացնելու YouTube-ը եւ տարբեր ֆինանսական եւ տնտեսական թեմաներից խոսեմ։ Ես այս տեսաշարքը հաջողված կհամարեմ, եթե կարողանամ ձեզ այնպիսի գիտելիք տալ, որով դուք ապահով կերպով կապիտալ կկառուցեք։